Այսպիսի թուղթել, այսինքն Ադրբեջանը Ամերիկայի հետ պետք է ստորագրի իր հատվածով, թե չէ։ Այստեղ իր հատվածի խնդիր չկա, այստեղ որևէ ստորակետ չկա, թե Ադրբեջանի տարածքով Հայաստանի ինչ անցում է ստանալու։ Այստեղ խոսքը վերաբերվում է, մտնում ես Հայաստանի հարավ-արևելքից, լավ, Մեղրի նախկին շրջանի արևելքից, դուրս ես գալի Մեղրի նախկին շրջանի արևմուտքից գնում ես դեպի Նախիջևան։ Այդ հատվածին այդ 42 կիլոմետրին է վերաբերվում, չնայած ասма տեղը դեռ չենք որոշում, կարող է 42 չի, մի քիչ բարձրանա, մի քիչ իջնի։ Եվ մյուս խնդիրը վերջը հասկանանք, որովհետև այդ trip ասած ընդհանրապես ինչ տարածք ունի, չէ՞, կա որտեղ երկաթգիծ, ճանապարհ, գազամուղ, նավթամուղ, հոսանք, ինտերնետային մալուխ, ինչքան է այդ տարածք։ Բավականին հարցեր կան, որ առաջի հարցը եղավ, արդյոք հարցերին պատասխանը ստացաք, չէ, ավելի հարցեր առաջացան։ Իրականում այն հարցերը, որոնք ունեինք օգոստոսի 9-ի առավոտյան կամ օգոստոսի 8-ի ուշ գիշերը, իրանք մնացել են անպատասխան։ Այսինքն խաղաղության Փաշինյանը որտեղ այսօր իր հիմնական ուղերձում նորից խաղաղություն բառն է օգտագործել այս նախաձեռնությանը, որ սա եւս մեկ քայլ է տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ այլն, սրանով այդ հարցը ստես չի լուծում։ Չէ, չի լուծում, որովհետեւ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ունի լուրջ պահանջներ, այս փաստաթուղթը, որը ստորագրվել է, ստեղել է, թե տեսել եք, այս փաստաթուղթը բառացիորեն եթե նայեմ, ասկան այս շրջանակը ինքը ոչ ամերիկյան, ոչ հայկական կողմի վրա որևէ իրական պարտականություն չի դնում, այնպես որ ինչի իման վրա Փաշինյանն ասում, թե վերջ, արդեն խաղաղությունը, երեկել եթե չեմ սխալվում ասում է, տեսեք արդեն խաղաղությունը բենզինը 15%-ով էժանացավ, դե թող գնան նայի, իսկ հեղուկ գազը ինչքանով է թանկել։ 210, այսօր միտեղ նույնիսկ 230 դրամն տեսան։ Բախտն չի, որ ես ինքս եւ մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնությունը մեքենաները գազով են շահագործում։ Եվ բենզինի 15%-ը չի ունենա այն դրական ազդեցությունը, քան թե հեղուկ գազի 15%-ով թանկացում։